Սիրելի հայրենակիցներ, գաղտնիք չէ, որ 2020 թվականի 44-օրյա պատերազմից եւ 2022 թվականի սեպտեմբերի ադրբեջանական հերթական ագրեսիայից հետո Հայաստանի բազմաթիվ համայնքներ փաստացի դարձան սահմանապահ, իրենց բոլոր խնդիրներով եւ անվտանգային նոր սպառնալիքներով։ Մասնավորապես Ադրբեջանի հետ Գեղարքունիքի մարզի սահմանը 70-ից դարձել է շուրջ 200 կիլոմետր։ Սակայն մինչև օրս կան փաստացի սահմանամեզ դարձած բազմաթիվ համայնքներ, որոնք այդպես էլ չեն ստանում համապատասխան կարգավիճակ եւ բնականաբար նաեւ իրենց հասանելիք պետական աջակցությունը։ Պաստորեն չնայած նրան, որ նշված բնակավայրը դարձել է սահմանամերձ, գտնվում են թշնամու ուղիղ նշանառության տակ, առաջացել են անվտանգային լրջագույն սպառնալիքներ, սոցիալական, գյուղատնտեսական, անվտանգային լրջագույն բազմաթիվ նոր խնդիրներ, սակայն կառավարությունը այդպես էլ չի շտապում այդ բնակավայրերին տրամադրել օրենքով նախատեսված կարգավիճակը եւ դրանից բխող փոխհատուցվող աջակցությունները։ Այս խնդիրների մասին բազմիցս են բարձրաձայնել պետական պատկան մարմիններին, ինչպես նաև հնչեցրել եմ ազգային ժողովի նիստերում, բայց ինչպես ասում են, սայլը տեղից չի շարժվում, եւ սահմանապահ բնակավայրերի հազարավոր բնակիչներ առանց պետական հասանելի աջակցության միայնակ են մնացել իրենց նոր բազմաթիվ խնդիրների առջև։ Սա պետական կառավարման անհետևական անպատասխանատու փնթի վարքագիծ է, որի հետևանքները ամեն օր իրենց ուսերն զգում են սահմանապահ բնակավայրի մեր հազարավոր հայրենակիցներ։ Պաստորեն մեր հայրենակիցների կողմից բարձրացվող իրենց միակ զբաղվածության եւ եկամուտների ապահովման ուղղված գյուղատնտեսական խնդիրները շարունակում են մնալ չլուծված։ Ավելին եղածին արդեն ավելացել են նոր խնդիրներ եւ անորոշություններ։ Այսինքն գյուղատնտեսության ոլորտում այս իշխանության օրոք ավելի արագ ավելանում են խնդիրները, քան դրանց տրվում են լուծումներ։ Եվ դրա ընդհանրական հետևանքը արտահայտվում է նաեւ պաշտոնական վիճակագրությամբ գյուղատնտեսությունը խորացված բարձր աճի փոխարեն գտնվում է ազատ անկման մեջ։ Գյուղմթերքի իրացման խորացող խնդիրները լուծելու համար կառավարությունը գործուն միջոցներ չի ձեռնարկում։ Հետևանքն ամեն տարի արձանագրում է հազարավոր տոննաների չիրացված բերքը, նեխում է գյուղացի պահեսներում, բերքի որոշ մասն էլ իրացվել է ինքնարժեքից գրեթե 30-ից 40%-ով պակաս գնով։ Առանց պետական անհրաժեշտ օգնության արոտավայրերի եւ խոտակների տարածքների կրճատման, սահմանամերձ համայնքներում շեշտակի ավելացող անվտանգային ռիսկների հետևանքով տարից տարի կրճատում են մանր եւ խոշոր եղջերավոր անասունների գլխականակը։ Նորից մեկնարկել են կանոնային գյուղատնտեսական աշխատանքները եւ գյուղացին նորից մենակ այդ խնդիրների առջև։ Պաստորեն գյուղացին պարտքով եւ ֆինանսական էական կորուստներով սկսել է գյուղատնտեսական աշխատանքների այս տարվա մեկնարկը։ Հաջորդը գյուղատնտեսության սուբսիդավորման ծրագրերը ունեն ցածր հասարակականություն եւ զրոյականին մոտ ծախսարտնավետություն։ Այսինքն պետական բյուջեով նախատեսված գյուղաաջակցության ծրագրերը կամ թերակատարվում են, կամ այս ծրագրերով ծախսվող պետական միջոցների հիմնական մասը փոշիանում է։ Այսինքն պետական գումարները ծախսվում են, սակայն գյուղացին ըստ էության ոչ մի առարկայական օգուտ չի ստանում այս ծրագրերից։ Գյուղացիները եւս հնարավոր բոլոր առիթներով հնչեցնում են այս խնդիրների մասին, ավելին բարձրաձայնում են բազմաթիվ օբյեկտիվ առաջարկներ, որոնք այդպես էլ ականջալուր չեք լինում եւ անհրաժեշտ լուծումներ չեք ապահովում։ Այժմ ներկայացնում են որոշ թվային ցուցանիշեր իշխանության կողմից առիթ անառիթ գովերտվող համայնքներին տրամադրվող սուբվենցիոն ծրագրերի իրականացման խորացող խնդիրների մասին։ Մասնավորապես միայն 2024 թվականի դեկտեմբերին կառավարությունը նախորդ 2-3 տարիների շուրջ 39.5 միլիարդ դրամի սուբվենցիոն չկատարված ծրագրեր տեղափոխել է 2025 թվական։ Մինչև օրս նշված ծրագրերը ավարտին հասնելու համար նվազագույն անհրաժեշտ միջոցներ չի հատկացվել։ Հետևանքը նորից նույնն է լինելու։ Այս ծրագրերի դրանցով տրված խոստումների կատարման հերթական ծախողում եւ նոր արդարացումներ, նոր կեղծ խոստումներ։ Հաջորդը ռոռոկման համակարգի բարելավման նպատակով էական նշանակություն ունեցող փոքր եւ միջին ջրաբարների կառուցման ծրագրերը, որը եւս ունեցել են բարձր շուրջ 50%-ի չափով թերակատարում։ Հաջորդը գյուղական եւ հատկապես սահմանապահ համայնքների կյանքի որակի առումով հիմնակարային դեր ունեցող կրթական եւ առողջապահական ծառայությունների որակն ու հասանելիությունը։ Օպտիմալացման քողի տակ միավորում են Հայաստանի Հանրապետության թվով 232 հանրակրթական ուսումնական հաստատություններ։ Առանց հաշվառնելու գյուղական բնակավայրերում դպրոցների կենսական նշանակությունը, կրթական, ժողովրդական, սոցիալական, անվտանգային եւ այլ ոլորտներում։ Արարատի մարզում 36 ամբուլատորիանից թողնվելու են 12-ը, Գեղարքունիքի մարզում 30 ամբուլատորիանից գործելու են ընդամենը 9 եւ այսպես նաեւ մնացած մարզերում։
Շարունակող այս խնդրալուց գործընթացը պետք է անապահ կասեցվի, կանխելու առանց այն էլ սոցիալապես խոցելի սահմանապահ եւ ռազմավարական նշանակության այս համայնքներում բնականոն կյանքի ապահովման կենսական խնդիրների ավելացումը։ Առաջնային պետք է հաշվի առնել բնակիչների կողմից բարձրացվող առարկայական եւ կարեւոր խնդիրները, որոնց անտեսում անխուսափելի են հանգեցրել եւ հանգեցնելու են զանգվածային արտագաղթի եւ այդ բնակավայրերի դատարկվելուն։ Մնացած իշխանական պոպուլիզմի ամենված սուտ խոստումներով, անպատասխանատու վարքագծով եւ միայն սեփական իշխանություն ամեն գնով պահելու շահով։